Այսօր Վահե եղբայրը խոսում էր զենքի մասին մի թեթև, հա, հոգևոր զենքերի մասին, եւ երբ որ պատրաստում էի, վերհիշեցի հենց մեր վերջի քարոզարշավը, այդպես ասեմ, հա, ուրեմն մեր արևքուրը հիշում եք, ծառայեց եւ վերնագիրն էր իմ խորհուրդները, Աստծո խորհուրդները։ Եվ նա խոսում էր այն մասին, որ մեր մտածելու բաները եւ Աստծո խորհուրդները տարբեր են։ Մենք ուրիշ ձև ենք պատկերացնում, բայց Տիրոջ մոտ միշտ ավելի լավ է։ Հաջորդ խոսքը, որ ծառայեց մեր Համլետ եղբայրը, նա խոսում էր այն բանի մասին, որ մենք պետք է մեր Աստծուն վստահենք, եթե հիշում ենք։ Հա։ Այսօր ես կցանկանամ շարունակեմ դա, ոնց որ թե, հա։ Եթե մենք Աստծո խորհուրդները ընդունում ենք եւ Աստծուն վստահում ենք, ուրեմն պետք է խոնարհվենք Աստծո կամքի առջև, համաձայն եք։ Դա միակ ճանապարհն է, որովհետեւ Աստծո խորհուրդները եւ այդ վստահությունը եւ որովհետեւ Աստված սկսի գործել մեր կյանքում, մենք պետք է խոնարհվենք Աստծո առջև։ Եվ սկսեմ խոսքը, ուրեմն առաջին Պետրոս 5-ից 6-րդ գլուխ։ Ընթերցում ենք իրար հետ։ Գրված է Խոնարհացեք Աստծո հզոր ձեռքի տակ, որ ձեզ բարձրացնե ժամանակով։ Գրված է խոնարհացվեք Աստծո ձեռքի տակ, որ նա ձեզ բարձրացնի ժամանակով։ Ժամանակով, այսինքն իր ժամանակին։ Այսինքն Տերը գիտի, երբ պետք է նա մեզ բարձրացնի։ Բայց գրված է ուշադրությունը ձեր ուզում եմ կենտրոնացնեմ խոնարհացեք բառի վրա։ Ոնց ենք մենք պատկերացնում, թե ինչպես մենք պետք է խոնարհվենք մեր Աստծո առջև։ Երևի թե մի հատ sense խոնարհ դեմք պետք է ընդունենք, մի քիչ գլուխներս ծռենք եւ կարծես թե խոնարհվենք։ Բայց Աստվածաշունչը նման բան չի սովորացնում, գիտեք։ Ուրեմն Հակոբոսի գրքում 4-րդ գլուխն ենք ընթերցում 6-ից 10-րդ խոսքը։ Բայց ավելի շնորհք է տալիս նրա համար, ասում է Աստված։ Ամբարիշտներին հակառակ է կենում, բայց խոնարհներին շնորհք է տալիս։ Արդ հնազանդեցեք Աստծուն, հակառակ կացեք սատանային եւ նա կփախչի ձեզանից։ Մոտեցեք Աստծուն եւ նա կմոտենա ձեզ։ Սրբեցեք ձեր ձեռքերը, ով մեղավորներ, եւ ձեր սրտերը մաքրեցեք, ով երկմտեր։ Տարապեցեք եւ սուկարեք եւ լացեք։ Ձեր ծիծաղը թող սուկ դառնա եւ ձեր ուրախությունը տրտմություն։ Խոնարհացեք Տիրոջ առջին եւ նա կբարձրացնե ձեզ։ Եվս ասում է խոնարհացեք Տեր Աստծո առջև եւ նա կբարձրացնի ձեզ։ Եվ ուշադրություն դարձրեցիք, ասում է, թող ձեր ուրախությունը սուկ դառնա։ Այսինքն ոնց թե մեր ուրախությունը սուկ դառնա։ Միթե Աստված ուզում է, որովհետեւ մենք միշտ արտասուքները մեր աչքերին սև շորերով, չգիտեմ, սուկ անելով ման գանք, որ դենց ապրենք։ Ինչ եք կարծում։ Եվ ինչպես պետք է մենք անենք, որովհետեւ խոնարհվենք մեր Աստծո առջև։ Գրված է ուրեմն Եզրას գրքում 8-րդ գլխուց եմ ընթերցում 21-րդ խոսքը։ Եվ ես այնտեղ Ահավայի գետի մոտ ծոմապահություն քարոզեցի մեր Աստծո առաջին խոնարհվելու համար, որ նրանից հաճող ճանապարհորդություն խնդրենք մեզ եւ մեր ընտանիքը եւ մեր բոլոր ստացվածքի համար, եւ մեր ընտանիած եւ մեր բոլոր ստացվածքի համար։ Ուշադրություն դարձրեցիք, սիրելի եկեղեցի, ասում է, եւ ես այնտեղ գետի մոտ ծոմապահություն քարոզեցի, որպեսզի խոնարհվենք Աստծո առջև։ Ծոմը դա գիտակցաբար հրաժարվում ես սնունդից, որպեսզի ստանաս ինչ-որ հոգևոր հարցերի պատասխաններ։ Ուրեմն խոսք ասում է, որ ծոմը մեզ խոնարհացնում է Աստծո առջև։ Գիտեք, վերադառնամ սուկի մասին, մի երկու բառ ասեմ, երբ որ մարդը կուշտ է, ամեն ինչ իր մոտ լավ է, շատ դժվար է որ սուկ անի, ուրախ է նա։ Բայց երբ որ սկսում է սովածանալ, քաղցրանալ, մի քիչ է եթե ծարավանալ, ինքնստինքյան ուժերը նրան լքում են։ Եվ նա սկսում է տխրել։ Գիտեք հետաքրքիր որն է, երբ որ մեր մարմինները կուշտ են, երբ որ մենք հագեցած ենք, մենք մեր ուժերի վրա ենք հույսերս մեր դնում։ Դրա համար է մեր մեջ բարձրանում է հբարդությունը,
եւ Աստծո խոսքը նոր կարտացինք, ասում է Աստված հբարդներին հագարակ է կերնում։ Իսկ խոնարհներին իր օրհնությունն է տալիս։ Որովհետեւ մեր անձերը մենք խորանացնենք Աստծո առջև, մենք պետք է վարժվենք ծոմապահության մեջ։ Մենք պետք է ստիպենք մեր մարմնին, մեր հոգին պետք է ստիպի մեր մարմնին, որովհետեւ նա երբեմն սոված մնա, քաղցրանա, որովհետեւ հասկանա, որ ինքը չէ, որ ինչ ուզենա, նա էլ պետք է անի։ Մարմնի զորավորը հոգին պետք է լինի։ Ամեն։ Ուրեմն մի եղբոր հետ խոսում ենք, ասում եմ, գիտես, մեղքերը բոլորը ծնվում են մարմնի ցանկություններից, մարմնից։ Եվ նա ասում է, դե չէ, երևի չէ։ Հիշեցինք, թե երկնքում ինչպես ծնվեց ամենաառաջին մեղքը։ Ով է հիշում։ Գրված է Չարը շատ գեղեցիկ հրեշտակ էր։ Ու քանի որ նրա մարմինը շատ գեղեցիկ էր, դա բերեց նրան, որ նա հբարդացավ եւ Աստծո առջև մեղք գործեց։ Նույնիսկ հրեշտակը իր մարմնի պատճառով մեղք գործեց, հբարդություն բարձրացավ նրա մեջ, պատկերացնում եք։ 99% երևի մեղքերը միշտ դուրս են գալիս մարմնի ցանկություններից։ Նախանձը, չգիտեմ, հբարդությունը եւ այլ, բոլոր մեղքերը, հիմնականում սդելը։ Եվ երբ որ մենք ծոմ ենք վերցնում, եւ մենք մեր մարմինները խոնարհացնում ենք, գալիս Աստծո զորությունը մեր կյանքերի մեջ։ Երբեմն աղոթում ենք եւ ասում ենք, Տեր, խոնարհացրու մեզ։ Գիտեք, դա շատ ահավոր սխալ աղոթք է, ասեմ ինչի։ Երբ որ մենք պատրաստ չենք իրոքից մեր սրտերում եւ Աստված սկսեցնի մեզ խոնարհացնել, մեզ դա շատ ցավալի կլինի։ Ու դա մեզ համար շատ ծանր կթվա։ Դրա համար Աստված ասում է, դուք խոնարհացրեք ձեր անձերը իմ առջև։ Մի կստիպեք Աստծուն, որովհետեւ Աստված ինքը մեզ խոնարհացնի։ Դա անպայման մեզ կցավացնի։ Ավելի լավ է, որովհետեւ մենք մեր հոգիները զորություն հավաքեն եւ կարողանան մարմիններին խոնարհացնել։ Ամեն։ Ամեն, Փառք Հիսուսին։ Ուրեմն, գիտեք, ուզում եմ վկայեմ բանի մասին, այդ մասին շատ եմ վկայում։ Բայց ելի կվկայեմ ու երբեք չեմ դադարի դրանից։ Ու չեմ հոգնի։ Հիշում եմ, երբ որ նորապաշխարեցի, նոր եկեղեցի եկա, եւ բոլորից հարցնում էի, ինչ անեմ, որպեսզի Աստծո ներկայությունը վերաբերեմ, որպեսզի հասկանամ, որ Աստված կա։ Եվ ինձ ասում էին ընդամենը 3 բան։ Ընդամենը 3 բան։ Աղոթք կարա, Աստվածաշունչ կարտա եւ ծոմ վերցրու։ Ասեմ վերջ։ Եկա տուն նստած մտածում էի։ Իմ կյանքում այնպես էր ստացվում, որ երբեմն ժամանակ առ ժամանակ չարություն անելուց եղել է, որ երգորով հատ չեմ կերել։ Ուղղակի ժամանակ չեմ ունեցել դրա համար։ Եղել է, որ օրուկեսով ջուրել չեմ խմել։ Եվ նստած մտածում եմ ու ասում եմ, Տեր Աստված, չարություն անելու համար ես երգորով հատ չեմ կերել։ Այսինքն իմ մարմնի համար դա, ոնց ասեմ, ոչ թե նորմալ, այլ կարա իմ մարմինը դա ոնց որ անի, հա? Ու ջուրել չեմ խմել։ Ուրեմն փաստորեն դա էլ է հնարավոր ինձ համար։ Վերջպես անենք, որովհետեւ իմ կողմից ամեն ինչ ճիշտ լինի, 3 օր հաց չեմ ուտի ու ջուր չեմ խմի։ Եվ 3 օր ծոմ վերցրեցի։ 3 օր հաց չկերա եւ ջուր չխմեցի։ Գիտեք, Մատթեոս գրքում 6-րդ գլուխը, երբ որ Տեր Հիսուսը ջրով մկրտվավ, գրված է, որ հոգին նրան տարավ անապատ, որպեսզի նա փորձվի։ Եվ գրված է, որ Տեր Հիսուսը 40 օր հաց չկերավ։ Եվ 40 օր երրորդ օրը նա քաղցրացավ։ Եվ երբ որ նա արդեն քաղցրացավ, 40-րդ օրը փորձիչը նրան մոտեցավ եւ սկսեց փորձել։ Եվ ամենաառաջի բանը, որ նա նրան ասեց, նա ասեց. «Եթե դու Աստծո զավակ ես, ասա քարերին, թող քարերը հաց դառնան եւ դու կեր»։ Եվ Տեր Հիսուսը պատասխանեց ու ասեց. «Մարդը ոչ թե միայն հացով կաբրի, այլ Աստծո խոսքով»։ Գիտեք, իմ պարագայում երկրորդ օրը չարը հայտնվավ։ Հենց երկրորդ օրը
Չեմ ասում, որ աչքերով նրան տեսա, բայց երկրորդ օրը գիտեք եկան մտքեր տարբեր ձևերի։ Երկրորդ օրը ծոմի հիշեցի իմ կյանքի այն ամենաչար դրվագները։ Ինչի պատճառով, որ ես իմ սիրտը չարացրել էի այս աշխարհի հանդեպ։ Այն ամենաչար բաները, այն ամենադաժան բաները, որ կար իմ կյանքում, հիշացրեց։ Ու միտք էր գալիս, եթե Աստված կա, ինչու է այդ ձևի անարտար կյանքը քո հանդեպ։ Եթե Աստված կա, ուրեմն նրան հետաքրքիր չես դու, որովհետև քո կյանքում շատ չար բաներ է կատարվել։ Եվ գիտեք, այդ միտքը ամեն ձևի անում էր, որպեսզի ես իմ որոշումից, որ պետք է ծոմ վերցնեմ, կանգ առնեմ։ Բայց Փառք Հիսուսին, Աստծո ողորմությունով 3 օր անցավ, դիմացա։ Երկրորդ օրը ճիշտ ասած, բարգությունից սկսեցի լաց լինել։ Չգիտեմ, երբևիցե վերաբրել եք նման բան, որ նստած այդտեղը մտքերից սկսես լաց լինել, նյարդերից ուղղակի, որ չգիտես ում վնասես, որպեսզի ինչ-որ մի կերպ հանգստանաս։ Անցավ երրորդ օրը։ Ոչ մի բան չփոխվեց։ Անցավ մեկ շաբաթ, երկրորդ շաբաթ։ Չեմ հիշում, երրորդ շաբաթն էր կարծես։ Մեքենայով մենակ գնում էի եւ միտք եկավ։ Գնամ եւ իմ ընկերոջը ասեմ, իմ ծանոթին ասեմ, որ Տեր Հիսուսը սիրում է քեզ։ Ու հենց այդ պահին, հենց այդ մտքին ես վերաբրա Սուրբ Հոգու ներկայությունը։ Ես վերաբրա ինչպես Սուրբ Հոգին լցնում է ինձ։ Ու ամեն մի բջիջը իմ մարմնի վերաբրավ Աստծո Սուրբ ներկայությունը։ Չկա նրանից ոչ մի գեղեցիկ, ոչ մի հրաշալի բան, կատարյալ սեր եւ կատարյալ այսպես մաքրություն։ Գիտեք ինչ եմ ուզում ասեմ, սիրելի եկեղեցի։ Ամենաառաջինը, որ մենք պետք է խոնարհացնենք մեր անձերը Աստծո առջև, լավ կերնի, որպեսզի մենք կանչենք Աստծո անունը։ Լավ կլինի, որպեսզի մենք փնտրենք նրա ներկայությունը եւ վերստին ծնվենք նրա հոգու մեջ։ Որովհետեւ դա կդառնա մեր համար հիմք եւ ժայռ, երբ ամեն իրավիճակների մեջ մենք կարողանանք կայուն մնանք։ Եթե մենք գալիս ենք եկեղեցի, հաջողում ենք ուղղակի, որովհետեւ մեզ այստեղ հաճելի է, մարդիկ բարի են, իմիջիալոց ասեմ, քանի գնում է այս կյանքը ոնց որ, հա, տարբեր տեղեր հայտնվելով, ել ավելի եմ հասկանում, որ իրոքից եկեղեցին սիրում եմ։ Ամեն մեկին եմ սիրում։ Ու սիրում եմ ընդհանուր եկեղեցին որպես Աստծո մարմին։ Չկա այստեղից լավ տեղ աշխարհի վրա։ Ամենայն ազնվությամբ եմ ասում։ Եվ միգուցե ինչ որ մեկը սիրում է եկեղեցի հաջողել, որովհետև այստեղ լավ է, այստեղ կոմֆորտ է, բայց կա ավելի մեծ ու ավելի լավ բանը։ Մենք պետք է ամեն բան անենք, որպեսզի մեր անձերը խոնարհացնենք Աստծո առջև եւ փնտրենք նրա ներկայությունը, որովհետեւ մենք միայն նրա հետ կարանք հաղթենք այս կյանքի գալացող դժվարությունները։ Եթե մենք չենք գալու Աստծո հետ, մեզ անհնար կլինի հաղթել այս կյանքը։ Փառք Հիսուսին։ Գիտեք, հաջորդ բանը մասին, որ խոսում եմ, եւ ուզում եմ կիսեմ ձեր հետ, ուրեմն Տեր Հիսուսը անապատից փորձությունից հետո դուրս եկավ զորությունով։ Երբ որ նա զորությունով դուրս եկավ, նա սկսեց ծառայել Աստծուն։ Եվ Աստված նրա հետ էր, եւ մեծ գործեր էր անում։ Հին ուխտում, երբ ասում էին ծոմ վերցրեք, ու միայն ծոմի մասին չէ, ամեն բան մարդիկ անում էին, որպեսզի դրսից ցույց տան։ Ամեն բան անում են, որպեսզի մյուս մարդիկ տեսնեն, բայց իրենց սրտերում ոչ մի բան չէր փոխվում։ Եվ տեսեք, Տերը խոսում է եւ հանդիմանում է իր ժողովրդին։ Եսայա գրքում 58-րդ գլուխ 3-ից 5-րդ խոսքն ենք կարդում։ Գրված է. ինչու մենք ծոմ ենք պահում եւ դու չես տեսնում։ Մենք ճգնեցնում ենք մեր անձերը եւ դու չգիտես։ Ահա ձեր ծոմ օրը բաղցանք եք կատարում եւ ձեր բոլոր աշխատողներին նեղում եք։ Ահա կրվի եւ հակառակության համար եք ծոմ պահում եւ անզգամության բռունցքով զարկելու համար։ Դուք այսօրը ծոմ չեք պահում, որ ձեր ձայնը լսելի անեք բարձրումը։ Այդպես կլինի այն ծոմը, որին ես եմ հավանում։ Իբրև մի օր, որ մարդ ճգնում է իր հոգովը գլուխը
քաշ է գցել կնիվի պես, եւ քուրձն ու մոխիրը անկողին է շնել։ Սա ես դու ծոմ կոչում եւ Տիրոջը հաճելի օր։ Մարդիկ ասում են մենք ծոմ ենք պահում, բայց դու մեզ չես պատասխանում։ Եվ Աստված ասում է՝ միթե դու կարծում ես, որ եթե դու գլուխը ծռել ես, քեզ սոված ես պահե եւ մոխիրի վրա ես պարգե, ուրեմն դա Աստծուն հաճելի է։ Միթե դու կարծում ես, որ Աստված ուզում է, որ դու սենց, չգիտեմ, այս ձևքով պես քայլես, խեղճ ու կրակ, ու դա Աստծուն հաճելի կլինի։ Եվ ուշադրություն դարձրեք, Աստված ասում է՝ դու ծոմ ես պահում, որպեսզի զորավոր ձեռքով հարվածես քո թշնամուն։ Աստված խոսում է այն մասին, որ երբ որ դու ծոմ ես պահում, քո աշխատողներին ասում է, ճնշում ես էլ ավելի։ Այսինքն չարություն անելով, քանի որ դու սոված ես, ես սոված եմ, ում թող բոլորը տուժեն։ Օրինակի համար մի քույրիկ ծոմ է վերցրել տունը, հաց չի եփի, որպեսզի ընտանիքի անդամներն չունեն։ Բայց Տերն ասում է՝ միթե դու կարծում ես, որ դա է ինձ համար հաճելի։ Եվ Մատթեոս գրքում գրված է 6-րդ գլուխ 17-ից 18-րդ խոսքը։ Տերն ասում է. բայց դու ծոմ պահելիս գլուխը դոցիր եւ երեսդ լվա, որ մարդկանց ծոմ պահող չերևաս, այլ քո հորը, որ ծածուկունն է, եւ քո հայրը, որ ծածուկ տեղը տեսնում է, այնպես կհատուցանե քեզ։ Տերն ասում է՝ լվացվիր, մաքրվիր, ինչքան հնարավոր է ուրախ եղիր, որպեսզի ոչ թե մարդկանց առջև երևաս ծոմ պահող, այլ Աստծո։ Այսինքն ինչ է նա ուզում ասել։ Այսինքն մենք ծոմ պետք է վերցնենք ոչ թե միայն մեր ստամոքսներով, այլ մեր սրտով։ Մենք պետք է մեր սրտով ցանկանանք, որ մենք խոնարհվում ենք Տեր Աստված, մեր անձերը խոնարհում ենք քո առջև, այլ ոչ թե ուղղակի դիետա ենք վերցրել, ճիշտն ասած մեկու մեջ որ ծոմ եմ վերցնում, շատ հաճախ կշռքի վրա եմ կանգնում, ասում եմ սա է ոնց որ պրիատնի թող բոնուս լինի։ Միգուցե մի քիչ քաշս եկել է։ Քիչ է։ Բայց դա ուղղակի թող լինի պրիատնի ոնց որ սպեսա հաճելի բոնուս։ Թող չլինի դա մեր հիմքը, որովհետև եթե մենք ուղղակի սոված ենք մնում, դա ուղղակի սով է։ Գիտեք, սովն էլ ունի իր պտուղները։ Գիտնականները արդեն բացահայտել են դա եւ հիմա շատ տեղեր կիրառում են բժշկարար սով, այսինքն մարդկանց սոված են պահում, որպեսզի մարմինները բժշկվեն։ Եվ հետաքրքիրն այն է, որ իրոքից մարդկանց մարմինները բժշկվում են, գիտեք։ Այսինքն այն, որ Աստված մեզ տվել է եւ ասել է, որ մենք պետք է անենք, դա բարի է։ Բայց միայն ոչ թե մարմնի վրա պետք է կենտրոնանանք, այլ ամենաառաջինը ծոմը բժշկում է մեր հոգիները։ Մենք պետք է մեր հոգիներով, մեր սրտերով վերցնենք ծոմը։ Դա առաջինն է։ Իսկ երկրորդ հերթին դա ստոմոքսով։ Ամեն։ Եվ Եսայա գլխում 58-րդ գլուխ, ուրեմն 6-ից 9-րդ խոսքը ասում է, շարունակում է Տերը. Ահա սա է ծոմը, որին ես հավանում եմ. լուծիր աներողության կապանքները, բաց արա լուծի կոշկորները եւ ջարդվածներին ազատ թողտուր եւ ամեն տեսակ լուծ կոտորեցեք։ Այո, հացդ կտրիր դուր սովածին եւ թափառական խեղճին տար տունդ, երբ որ մի մերկ տեսնես, նրան հագցրու եւ քեզ պես մարմին ունեցողից քեզ մի ծածկիր։ Այն ժամանակ քո լույսը արշալույսի պես է, պիտի ծակի եւ քո բժշկությունը շուտով պիտի բուսնի եւ քո արտարությունը պիտի գնա քո առջևից։ Տիրոջ փառքը պիտի պահե քեզ հետևից։ Այն ժամանակ դու կկանչես եւ Տերը կպատասխանե, դու կաղաղակես եւ նա կասե. ահա ես, եթե որ հեռացնես քո միջից լուծը, մատնելը եւ չարախոսությունը դեն գցես։ Տեսնում եք, սերներ, ինչ է խոսում Աստված։ Նա ասում է, եթե մենք ծոմ ենք վերցնում, մենք պետք է անենք բարի գործեր։ Լուծերը քանդենք։ Գիտեք, շատ հաճախ ստացվում է այնպես, որ մարդը ինչ որ մի սխալ արել է մեր հանդեպ, եւ նա մեզանից նորողություն է խնդրում եւ մենք նրան չենք ներում։ Երբ որ մենք նրան չենք ներում, մենք նրանց լուծում ենք, բռնում ենք։ Մարդը տանջվում է, չարչարվում է։ Պետք է նրան ներել եւ ազատ թողնել, որովհետեւ մեր ծոմը լինի ընդունելու, որովհետեւ երբ որ մենք կանչենք Աստծո անունը, Աստված էլ ասի. ահա ես։ Փառք Հիսուսին։ Եվ Տերը սովորեցնում է մեզ, որ ծոմի ժամանակ մենք ոչ թե պետք է չարանանք, այլ պետք է ավելի բարի լինենք։ Ասեմ ձեզ, բայց դա դժվար է իհարկե։ Դժվար է, որովհետեւ երբ որ մարմինը ցովազանում է, խախսանում է, ինստինկտն սկսում է ոնց որ պես քեզ անհանգստացնել։ Հիշում եք, գրված էր սուկ արեք եւ տխրեք։
Աստված ուզում է, որպեսզի մենք մեր մեղքերի պատճառով սուգ տանենք, տխրենք։ Դա այն տխրությունն է, որ տանում է դեպի փրկություն։ Հա? Երբ որ մենք զղջում ենք մեր սրտերում մեր երած գործերի համար։ Եվ մեր զղջալը բերում է այն պահին, երբ որ մենք մեր անձերը խոնարհացնում ենք մեր Աստծո առջև։ Ամեն, փառք Հիսուսին։ Փառք Աստծուն։ Փառք Աստծուն։ Փառք Հիսուսին։ Շնորհակալ ենք Տիրոջից Աստծուց, որ նա տվել է տարբեր զենքեր, որովհետեւ մենք կարողանանք այս կյանքում ճիշտ ապրենք։ Դեք խոսք ասում է, որ երբ որ դու աղոթք ես անում եւ ծոմ ես պահում, այսինքն մենք տեսնում ենք, որ այդ երկուսը իրարից չի կարող առանձնանալ։ Եթե մենք աղոթք ենք անում, բայց ծոմ չենք վերցնում, դա ոնց որ թե իր ուժը կորցնում է։ Որովհետեւ ես արդեն այդ մասին խոսացի, երբ որ մենք ծոմ չենք վերցնում, ծոմով չենք աղոթում, մեր անձերը հբարդանում են Աստծո առջև, հբարդությունով ենք գալիս նրա առջև։ Երբ որ մենք հբարդությունով ենք գալիս Աստծո առջև, մեր աղոթքները վերև չեն բարձրանում։ Աստված չի ընդունում դա։ Փառք Հիսուսին։ Ուրեմն ես ընթերցեցի եւ դուք նկատեցիք, որ գրված էր բժշկության մասին։ Նկատեցիք, թե նորից կարտամ։ Չեք նկատել, լավ։ Այն ժամանակ քո լույսը արշալույսի պես պիտի ծագի եւ քո բժշկությունը շուտով պիտի բուսնի, գրված է։ Եվ նոր ուխտում մի հետաքրքիր մի բան կատարվեց։ Ուրեմն մի մարդ մոտեցավ Տեր Հիսուսին եւ ասեց. «Իմ զավակը լուսնորդ է, եկել եմ քո աշակերտներից, խնդրել եմ, նրանք աղոթել են, զավակս չի բժշկվել»։ Եվ Տեր Հիսուսը բարգացավ, զայրացավ մի քիչ, աղոթեց, բժշկեց, եւ հետո նրան աշակերտները մոտենում են ու հարց են տալիս, ասում են. «Տեր Հիսուս, ո՞նց ստացվա, որ մենք աղոթեցինք, բայց նա չբժշկվեց»։ Եվ Տերը ասում է. Հիսուսն էլ ասեց նրանց. «Ձեր թերհավատության համար, որովհետև ճշմարիտ ասում եմ ձեզ, եթե մանանեխի հատի չափ հավատք ունենաք, այս սարին կասեք փոխադիր այստեղից այնտեղ եւ նա կփոխադրվի եւ ոչինչ ավելի չի լինի ձեզ համար։ Ոչինչ անկարելի չի լինի ձեզ համար, բայց այս ցեղը դուրս չի գա, եթե ոչ թե աղոթքով եւ ծոմով»։ Դա գրված է Մատթեոսի 17-րդ գլխում 19-ից 20-րդ խոսքը։ Գիտեք, ասում են, որ հին ձեռագրերի մեջ վերջի տողերը գրված չէ։ Այսինքն ամեն ինչը գրված է, բայց այդ վերջի տողերը, որ ասում է այս ցեղը դուրս չի գալ, եթե ոչ աղոթքով եւ ոչ ծոմով, գրված չի։ Եվ կան աստվածաբաններ, որ ուզում են հերկեն այդ խոսքը։ Բայց գիտեք, իմաստը այստեղ ոչ թե նրանում է, որ երբ որ դու ծոմ ես պահում, հենց մեխանիկորեն ինչ որ դևերը քեզ հնազանդվում են։ Երբ որ մենք ծոմի մեջ ենք, բարձրանում է մեր հավատքը, եւ մեր հավատքը փոխում է արդեն իրավիճակները։ Ծոմը նրա համար չէ, որբիսի իրան ոնց որ գործի, եթե ես ծոմ եմ վերցրել, սոված եմ մնացել ու անպայման պետք է ինչ-որ մի բան փոխվի։ Եթե մենք ծոմ ենք վերցնում, մենք դա անում ենք, որբիսի բարձրանա առաջինը մեր հավատքները։ Եվ երբ որ մեր հավատքները բարձրանում է, երբ որ մենք մոտենում ենք Աստծուն, արդեն ամեն բան մեզ համար հնարավոր է դառնում։ Ամեն։ Ուրեմն, երբ որ ապաշխարեցի ստամոքսից խնդիր կար։ Ցավում էր ստամոքսս։ Մի ծանոթ բժիշկ ունեի, կոնսուլտացիա արեցի մոտը, ասեց գաստրիտ է։ Եվ դեղեր նշանակեց։ Դեղեր էի խմում։ Եվ որոշեցի մի օր ծոմ վերցնել։ Որոշեցի, սկսեցի ծոմը, երկրորդ օր արթնացել եմ, ստամոքսս ցավում է, անհանգստանում է։ Դեք ասի, Տեր Աստված, ախր ոնց կլինի։ Ծոմը ոնց որ ամենահիմնական զենքերից մեկն է, իսկ իմ ստամոքսը խնդիր ունի։ Փաստորեն ես չեմ կարողանա քեզ ծառայեմ։ Ձերքս սենց դրեցի ստամոքսից, ասի Հիսուս Քրիստոսի անունով դու բժշկված ես։ Մի անգամից ցավը սպես գալիս էր, մի անգամ կտրվավ։ Մի անգամից էլի եկեղեցի։ Ոչ վաղը, ոչ մի 10 րոպեից, ոչ պես քիչ-քիչ։ Մի անգամից ցավը կտրվեց։ Անցավ մի 2 րոպե, նորից սկսեց ցավել, նոտաներ սկսեցին ցավի, ձեռքս դրեցի, ասի չհասկացա, քեզ ասեցի բժշկված ես։ Ու վերջ։
Դեղերը, որ նշանակված էր, մինչև հիմա տունը գցած է, կեսը խմած է, կեսը մնացել է։ Ու Փառք Հիսուսին։ Բժշկությունը եկավ, որովհետև այդպես էր Տերը կամենում։ Այսինքն մենք տեսնում ենք, որ ծոմով բարձրանում է մեր հավատքը եւ մենք կարող ենք ընդունել մեզ բժշկությունը։ Բայց գիտեք, այստեղ շատ մի կարևոր բան կա։ Չարը շատ խորամանկ է եւ նա ամեն բան ուզում է ոնց որպես պղծել։ Ռուսերեն ասում են «Ստիբիր հիմարին աղոտ կանել եւ ամբողջ ճակատը կփշրի»։ Այնքան գլխով գետնին կհարվածի աղոթելուց, հա։ Ինչ եմ ուզում ասեմ։ Ծոմը լավ է, ծոմը զենք է, բայց չափի մեջ պետք է լինի։ Եթե նկատեցիք, ես ասացի այն մասին, որ հենց ամեն առաջի ծոմը, երբ որ ես որոշեցի ժամանակը ու ձևը, ես գիտեի, որ իմ մարմնին դա հնարավոր է։ Եթե կա մեկը, որ ունի, չգիտեմ, առողջական խնդիրներ կամ եւ այլ, պետք չէ այնպես բաներ անել, որ մենք մեզ վնասենք։ Ծոմը շատ ուշադրություն է պահանջում եւ շատ զգուշ պետք է սկսենք եւ վերջացնենք, որովհետեւ առողջական խնդիրներ հանգարց մեր մոտ չստացվի։ Եթե սխալ ենք անում, դա կարող է բերել վատ, պտուղների։ Հա։ Ծոմը նաև կարող լինի ոչ թե միայն հացից ու ջրից, այլ օրինակի համար հեռախոսներից։ Ծոմով կարող է հաղթել ամեն բան։ Ծոմը կարող է լինի սիգարետից, ալկոգոլից, շատ ուտելուց, շատ խմելուց, չգիտեմ, շատ խաղալուց, շատ քնելուց, որովհետև Աստված ասել ամեն բան գեղեցիկ է իր չափի մեջ։ Փառք Հիսուսին։ Ծոմով մենք ստանում ենք Աստծուց մեր պատասխանները։ Ուրեմն Դանի գրքի մեջ է գրված Դանիելի 10-րդ գլխուց եմ ընթերցում 2-ից 3-րդ խոսքը։ Այն օրերը ես Դանիելը սուկի մեջ էի։ Չկներեք, ուրեմն Դանիելի գրքից 9-րդ գլուխը 21-ից 9-ից 3-րդ խոսքը։ Եվ ես դարձրի իմ երեսը դեպի Տեր Աստծուն, որ աղոթք եւ աղաչանք մատուցեմ ծոմով եւ քուրձով եւ մոխիրով։ Դանիելը խոսում է այն մասին, որ նա դարձրեց իր երեսը դեպի Տեր Աստված ծոմով եւ աղոթքով։ Կար հարց, որը նա ուզում էր ճշտել Տեր Աստծուց։ Եվ նա ծոմով ու աղոթքով փնտրում է հարցի պատասխանը։ 9-րդ գլուխում գրված է 21-ից 22-րդ խոսքն եմ կարդում։ Եվ ես տակավին խոսում էի աղոթքում, որ այն Գաբրիել մարդը, որ տեսիլքումը տեսել է սկզբումը թուլացած նեղված ժամանակին, դպավ ինձ երեկոյան զոհի ժամանակին, եւ հասկացնելով խոսում էր ինձ հետ եւ ասեց. «Ով Դանիել, հիմա դուրս եկա, որ քեզ իմաստություն սովորեցնեմ»։ Տեսնում եք, սիրելի եկեղեցի, գրված է, որ նա ծոմով ու աղոթքով սկսեց, ու շատ արագի մեջ, առաջի անգամ, հա, հրեշտակը եկավ եւ ասեց. «Եկել եմ քեզ, որպեսզի իմաստություն սովորեցնեմ»։ Այսինքն նրա պատասխանը արդեն եկել էր։ Հենց սկզբից արագի մեջ։ Ուրեմն մի օր աշխատանք առաջարկեցին, ես արդեն աշխատում էի։ Նորից ավել աշխատանք առաջարկեցին եւ ես մտածում էի, որ եթե համաձայնվեմ, շատ հնարավոր է, որ ստիպված կլինեմ խապեմ, ստեմ, որպեսզի ստացվի էլի երկու գործը։ Ու կասկածներ կար սրտումս։ Որոշեցի ծոմ վերցնեմ, Աստծուց նրա կարծիքը հարցնեմ, որովհետև վախենում էի, երկմտում էի։ Ուրեմն ծոմ վերցրեցի, աղոթք եմ անում, պատասխանը չկա։ Եվ եկեղեցում չեմ հիշում, եթե չեմ սխալում, աստվածաշնչային դասեր էին գնում։ Ժամանակը եկավ, եկա եկեղեցի ու եկել էր պաստոր Սպարտակը, նրա հետ մի հատ ռուս եղբայր Մոսկվայից։ Երբ որ ծառայությունը վերջացավ, նա մոտեցավ ինձ, ասեց. «Գիտես, ուզում եմ քո հետ մի հետաքրքիր հարց քննարկեմ։ Հիշում ես հոբի փորձություններին»։ Ասում եմ, այո, հիշում եմ։ Բայց հիշում ես հոբը ինչ ասեց, երբ որ նրա փորձությունները սկսվան։ Նա ասեց. «Ինչից որ վախենում եմ, դա էլ իմ հետ կատարվավ։ Ես մտածում եմ, որ մենք պետք է քայլենք եւ չվախենանք»։ Ինչ եք կարծում, դա Աստծուց պատասխան էր իմ աղոթքին, իմ ծոմին, թե ոչ։ Ես հասկացա, որ հաստատ դա պատասխան էր։ Փառք Աստծուն։ Ուրեմն Դանիելի գրքում 10-րդ գլուխն եմ ընթերցում, 2-ից 3-րդ խոսքը։ Այն օրերը ես Դանիելը սուկի մեջ էի։ 3-7 օրեր ախորժելի հաց չկերա եւ միս ու գինի չմտավ բերանս եւ բնավ
Չոցվեցա մինչև որ 3 երկինք օրերը լրացան, 3 յոթնակ օրերը լրացան։ Նայեք, նույն Դանիելը, ով շատ արագի մեջ պատասխաներ ստացել, հաջորդ գլխում եւս աղոթում է Աստծուն, եւս ծոմով։ Բայց այստեղ գրված է 3 յոթնակ օրեր, այսինքն 21 օր նա ծոմով, աղոթքով գտնվում է Աստծո առջև։ Եվ գրված է, որ նա ասում է ոչ մի համեղ բան չմտավ իմ բերանը։ Այսինքն նա վերցրել էր մասնագի ծոմ, Սելի եկեղեցի կա մասնագի ծոմ, դա ոնց որ ոչ թե դու լրիվ ես հրաժարվում, այլ որոշակի համեղ քեզ հոգե հարազատ, դա անպայման է, որովհետեւ հոգե հարազատ լինի քեզ։ Այն բան, ինչից որ դու հրաժարվում ես, որովհետեւ մի քիչ ցավ կրես, հա, ուզում ես, ցանկանում ես։ Գիտեք ինչ եմ նկատը, հենց ուզում ես ծոմ վերցնես, բոլոր կերակուրներն հենց համեղ են թվում։ Այն որ երբեք չէր ուզում, նայում ես ասում ես, վաղ, Երանի ուտեմ։ Մենք անգամ ծոմ է վերցրել, մտա խանութ, գիտեք ինչ տեսա, կամպոտի չիր։ Չորացած ու նայում եմ ասում եմ, վայ, եփ էս 3 օրը վերջանալու, գան վերցնեմ ուտեմ, գիտեք, երբ որ վերջացա, գնացի վերցրի կերա։ Այդ պայմանն ինձ համեղ թվաց դա։ Ու հենց դու որոշում ես, սկսվում է պայքար։ Միանգամից ոնց որ ամեն բան համեղ է քեզ թվում, բայց լավ կլինի, որովհետեւ դու հրաժարվես այն ամենահաճելի բաներից։ Հա, եթե դու երբեք ասենք ուստրիցա չես կերել, ուստրիցայի ծոմ վերցնելը մի քիչ ոնց որ սխալ կլինի, էլի։ Ոչ էլ կերել ես, ոչ էլ գիտես դա ինչ է։ Դրա համար այնպես բանից պետք է ծոմ վերցնենք, որովհետեւ մեզ հոգի հարազատ թանկ է դա։ Որովհետեւ մենք տանջվենք դրա համար։ Այդ դեպքում հոգին հաղթում է։ Ուրեմն այս վերջերս մեկի հետ ենք զրուցում, նստած ենք մարկանցով զրուցում ենք տղեկով։ Հիշեցին, որ կան մարդիկ, ով կազինո է խաղում կրվում, մարդիկ կա ալկոգոլ են, հա, հետ են կապված եւ այլ եւ այլ։ Եվ երբ որ մենք զրուցում ենք, ամենավերջում ես նրանց ասացի, գիտեք, ասում եմ Աստվածաշունչի մեջ գրված է, որովհետեւ մենք ծոմ պահենք։ Ինչի համար։ Երբ որ մենք ծոմ ենք պահում, մեր հոգին զորանում է մեր մարմնի վրա, ավելի զորավոր է դառնում։ Երբ որ մենք կարող ենք մեզ սոված պահենք, այսինքն մարմինը դա գիտեք ոնց է գիտակցում, նրան սպանում են։ Բառից բուն իմաստով, որովհետեւ հացը անպայման պետք է որպեսզի մարմինը ապրի։ Ու երբ որ մարմինին մենք զերգում ենք հացից, դա նշանակում է, որ վերջ, մարմինի համար դա վերջն է ուղղակի։ Բայց եթե հոգին կարա նույնիսկ հաղթե դաշճանի օր այն ամենաառաջի, ամենակարևոր բանը չտա մարմնին, որոնց դա նշանակում է, որ բոլոր մեղքերի վրա մեր հոգին զորություն կունենա։ Եվ մենք կհաղթենք բոլոր մեղքերը։ Եվ ոչ մի բան էլ մեզ չի կարողանա հաղթի։ Հենց դրա համար է, որ Աստված կամենում է, որպեսզի մենք մեր զորանանք։ Ուրեմն շարունակենք Դանիելի մասին 10-րդ գլուխ 12-ից 13-րդ խոսքը։ Եվ նա ինձ ասեց. մի վախենար։ Ուրեմն 21-րդ օրը նրա մոտ եկավ հրեշտակը եւ նրան ասում է. եւ ինձ նա ասեց. մի վախենար, ով Դանիել, որովհետեւ այն առաջի օրիցը, որ սիրտ տվիր հասկանալու եւ քո անձը խոնարհացնելու քո Աստծո առաջին քո խոսքերը լսելու են եւ ես եկա քո խոսքի համար։ Այսինքն նա ասում է, որ հենց առաջ օրը Դանիելը սկսեց աղոթել, նրա համար պատասխանը արդեն դուրս է եկել։ Բայց ինչ է կատարվում։ Գրված է եւ խոսքերի համար եւ Պարսից թագավորության իշխանները կանգնել էր իմ դիմացը 21 օր։ Եվ ահա Միքայելը առաջի իշխաններից մեկը եկավ ինձ օգնելու եւ ես մնացի այնտեղ Պարսից թագավորի կշտին։ Այսինքն երկրորդ հրեշտակն եկավ Միքայելը, որբիսի երկուսով հաղթեն թշնամիներին, խոսքը բերեն հասցնեն Դանիելին։ Պատկերացնում եք մեր ծոմի ու մեր խոնարհացման մեջ ինչ մեծ զորություն կա։ Դերներ ուզում եմ, որբիսի շատ հստակ մենք հասկանանք, ծոմը որպես սով օգուտ չունի։ Ամենաառաջին ծոմը դա մեր սրտերից պետք է դուրս գա։ Երբ որ մենք մեր սրտերը ցանկանում ենք խոնարհացնենք Աստծո առջև, այդ դեպքում հոգևոր աշխարհում շատ ուժեղ բաներ են կատարվում։ Պատկերացրեք, հրեշտակները ելել են կռիվ են տալիս, որովհետեւ մարդու պատասխանը բերեն հասցնեն։ Ես չգիտեմ, երբ որ ես եմ աղոթում օրինակի համարով ինչ է անում, որովհետեւ բերեն պատասխանները ինձ հասցնեն։ Բայց փառք Աստծուն ստացել են պատասխաններ։ Բայց ասեմ ձեզ, եղել են դեպքեր, որ աղոթել եմ, ծոմել եմ վերցրել, բայց չեմ կարողացել հաղթել։
Ու գիտեք, իշքան մարդկանց հետ զրուցում եմ, նկատում եմ, որ դա բերում է մեր կյանքերի մեջ, կարծես թե պարտվում ենք։ Այդ պարտության զգացմունք է բերում, եւ մենք սկսում ենք թուլանալ։ Ծոմ պահեցի, աղոթեցի, կարծես թե ամեն բան ինչպես հարկ ներառեցի, բայց պատասխան չստացա։ Ում կյանքում է եղել նման բան։ Իմ կյանքում եղել է։ Եվ գիտեք Աստծո խոսքի մեջ ինչ հետաքրքիր մի տեղ գտա, գրված է դադավորած 3-րդ գլուխ 1-ից 2-րդ խոսքը։ Եվ սրանք են այն ազգերը, որ Տերը նրանց թող տվավ, որ նրանցով փորձե Իսրայելին, այսինքն այն ամենին, որ քանանացիների բոլոր պատերազմները չեն գիտում։ Միայն սրա համար, որ Իսրայելի որքան ծերունդը իմանա նրանց պատերազմ սովորացնելը մանավանդ առատչուց չգիտեցողները։ Սովորական հայերենով թարգմանված գրված է այստեղ հետևյալը. Աստված Իսրայել ժողովրդից բոլոր թշնամիներին չհեռացրեց, այլ ոմանց թողեց։ Ինչի համար, որբիսի գալացող սերունդները նամանավանդ գրված է, ով երբեք չի պատերազմել, պատերազմել սովորի։ Հին ուխտը պետք է տեսնենք հոգևոր աչքերով։ Հոգևոր խորհուրդը այս պատմության գիտեք ո՞րն է։ Երբ որ մենք ծոմ ենք պահում, երբ որ մենք աղոթում ենք, երբ որ մենք ջանք ենք անում, որովհետեւ ինչ-որ բաներից ազատվենք, բայց մեր մոտ չի ստացվում։ Մեզ թվում է, թե Աստված մեզ չի լսում, մեզ թվում է, թե Աստված չի ուզում մեզ ազատել։ Եվ մենք շրջվում ենք մեր սրտերում եւ կանգ ենք առնում։ Բայց այստեղ գրված է, որ Աստված թողնում է որոշ բաներ, որովհետեւ մենք կռվել սովորենք։ Դա նշանակում է, որ մենք չպետք է հանձնվենք, այլ մենք պետք է սովորենք հոգևոր պատերազմը տանելու։ Երբ որ մենք աղոթքով, ծոմով, Աստծո զորությունով կգա այն օրը, երբ դա կհաղթենք ու դուրս կգանք, մենք կդառնանք Աստծո ցանկացած, կամեցած այն զորավորները, ով հաղթել է իր կյանքում եւ այդ հաղթանակով կարա փոխի մեկ ուրիշի կյանքը։ Համաձայն եք դրա հետ։ Ամեն։ Դրա համար կոչ եմ անում Սելի եկեղեցի։ Եթե երբևիցե աղոթել ես, եթե ծոմ ես պահել, եթե կանչել ես Աստծո անունը եւ այնպես է ստացվել, որ դու քո պատասխանը չես ստացել, մի քանի դեպքեր մենք կարտացինք։ Առաջինը կարող է դա սրտի դիրքից է, որ սխալ սրտով ենք մոտեցել Աստծուն, սխալ բաներ ենք խնդրել։ Երկրորդը դա երբ որ մենք աղոթել ենք, բայց շատ մեծ պայքար է գնում եւ կգա ժամանակը, իր ժամանակը կգա եւ Աստված կփոխի մեր իրավիճակները եւ կստանանք մեր աղոթքների պատասխանը։ Հա? Ինչպես օրինակի համար Դանիելի մոտ ստացվեց։ 21 օր նա սպասեց։ Մարդկա էլ ավելի է սպասում։ Կան իրավիճակներ, երբ Աստված թողնում է, որովհետեւ մենք դրա մեջ մի քիչ մարտնչել սովորենք, որովհետեւ մենք պատերազմել գիտենանք, որովհետեւ մենք զորանանք։ Փառք Հիսուսին։ Այսքանով կվերջացնեմ ես Սելիևի Փառք Աստծուն։ Փառք Հիսուսին։ Հուսով եմ այսօրվա խոսքը ինչ որ մեկի սրտին շատ դժվար խոսք է։ Հեշտ մեկն էլ չի սիրում, գիտեք, ծոմ վերցնելը։ Ես էլ չեմ սիրում։ Բայց դա Աստծուն պետք է։ Դա շատ ծանր խոսք է։ Ամեն անգամ ոնց որ դա որոշում է։ Դժվար թե երբևիցե սորվես դրան, չգիտեմ, ուղղակի երևի մազախիստ պետք է լինես, որովհետեւ սորվես դրան, էլի։ Միշտ դա ասես որոշումի հետ կապված է, միշտ պետք է ցանկանաս, միշտ պետք է հոգիդ ձգվի դեպի Աստված։ Մի բան էլ ավելացնեմ ու ասեմ, կան մտքեր հետևյալ կերպ, որ դե լավ դու աշխատում ես, ժամանակ չունես, դա ոնց որ հետո կանես։ Աստծո խոսքը ասում է փոքրի մեջ հավատարիմ է, մեծի մեջ էլ հավատարիմ կլինի։ Պետք է միշտ սկսենք փոքրից։ Պետք չէ մտածել, որ մենք Տեր Հիսուսի պես կերտանք ու 40 օր մի անգամից ծոմ կվերցնենք։ Մի քիչից բերեք սկսենք։ Ինչ որ մի բանից, մի փոքրից հրաժարվենք, որովհետեւ գանք մեծին։ Մի փոքր հաղթանակ տանենք, որովհետեւ հասնենք մեծին։ Դրա համար երբեք այն բանը, որ այսօր կարող ենք անենք, չդետաձգենք վաղվա վրա։ Ամեն